հետևորդներ զրուցելու ենք պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ։ Փորձենք այսպես մոտ գտնվել ու այդպես հարցը հնչեցնել։ Պահանջատիրական երթն է այսօր, մենք արդեն Բաղրամյան պողոտայում ենք։ Դուք բավականաչափ երկար ժամանակ ինչ մասնակցում եք այս ակցիաներին, նույն զգացողությամբ եք այստեղ։ Ինչ ճիշտ հարց տվեցիք, երբ որ ես այսօր մտա հրապարակ, Հանրապետության հրապարակում էի, սրտիս մեջ մի աներևակայելի թրթիռ առաջացավ, ու այդ թրթիռը պայմանավորված էր մեր երիտասարդների զարթոնքով, պահանջատիրությամբ եւ այն համոզումով, որ մեր արդար պայքարը երբեք որևէ թշնամական ուժ, որևէ թշնամական բանակ, որևէ թշնամական գաղափարախոսություն իզորու չի երբեք ջնջել եւ մեր պահանջատիրությունը սերունդների եւ մեր գենետիկ հիշողության պահանջատիրությունն է, նաեւ մեր արժանապատվության պահանջատիրությունն է։ Այսօր այս պահանջատիրության հասցեատերն ով է։ Պահանջատիրության հասցեատերը ցավոք սրտի այսօր մի քիչ էլ մենք ենք Հայաստանը, որովհետեւ այսօր Հայաստանի ղեկին այն իշխանություններն են, որոնք մեր պատմական հիշողությունը ուրանալու, մեր ազգային հիշողություններն ու ազգային պետական շահերը վտատակ տալու քաղաքական ընթացքի մեջ են, բայց մեր պահանջատիրությունը ուղղված է նաև քաղաքագիտ աշխարհին, որովհետև ցանկացած անարդարություն ծնում է նոր անարդարություններ, որևէ ցեղասպանություն, որը իր գնահատականին չի արժանացել քաղաքագիտ աշխարհի կողմից եւ հետևանքների վերացման, դատապարտման եւ հատուցման ամբողջ շղթան չի իրականացվել, այդ հանցագործությունը ոչերը մարդկության դեմ նորից ծնվելու ենթակա է նորից ծնվելու եւ գործադրվելու։ Որովհետեւ այս աղմուկը մեր պայքարի կոչը նաեւ քաղաքագիտ աշխարհին է ուղղված։ Ավելի արդար, ավելի մարդկային աշխարհ ունենալու։ Եվ այսօր այդ ցեղասպանությունը, որը կատարվեց եւ շարունակում է կատարվել Գազայում, նաեւ Արցախի ցեղասպանության աշխարհի ույր աչքով դեպացնելու պատասխանն էր։ Եթե աշխարհը adekvat գնահատական տար, եթե աշխարհը adekvat գնահատական տար, միջազգային կառույցները adekvat գնահատական տային Արցախի ցեղասպանությանը, ես կարծում եմ այդ պատիժը, միջազգային սանկցիաները նաև կարմիր ազդանշան կլինեին ուրիշ ժողովուրդների եւ պետությունների համար։ Այսինքն սա նաև ցեղասպանությունները կանխարգելելուն է ուղղված։ Միանշանակ սա ցեղասպանությունների կանխարգելմանն է ուղղված եւ ընդհանրապես մեր օպերատորին խնդրենք այս հատվածը, որը ոստիկանների կողմից շրջափակված է, կարողանա կանխարգելման նպատակով է նաև, որը կարծես չի հաջողվել 110 տարի անց Հայաստանում նորից կարծես ցեղասպանություն եղավ Արցախի դեպքերում։ Միանշանակ այդպես է, քանի դեռ հանցագործները պատժված չեն, այդ հանցագործությունները կրկնվելու մեծ պոտենցիալ ունեն։ Շնորհակալություն։